Բարև ձեզ, ես Կարենն եմ, այսօր ես ձեզ կներկայացնեմ 2025 թվականի սեպտեմբերի 30-ին թողարկված մոտ, այսինքն 1 ամիս առաջ թողարկված Windows 11-ի վերջին թարմացման 25 Edge 2-ի հետ, նրա հիմնական նորամուծությունների հետ ներկայացնում ձեզ 25 Edge 2 վերսիայի Windows 11 օպերացիոն համակարգի հիմնական նորամուծությունները, ինչպիսի նոր, այսպես ասած, ֆիչաներ են ավելացվել։ Նախապես նշեմ, որ ես չեմ ներկայացնի ինսայդերական այն բոլոր հնարավորությունները, ինչպես պետք է ակտիվացնել, ցույց կտամ ձեզ այն ֆունկցիաները, որոնք արդեն առկա են 25 Edge 2-ում, սակայն Microsoft ընկերությունը, քանի որ չի հաստատել դրանց անվտանգության մասին ինֆորմացիա, ես ուղղակի դրանք կներկայացնեմ ինչպես են աշխատում իմ համակարգի վրա, նախապես ինսայդերական ծրագրով ակտիվացրած եղանակով, իսկ ինչ վերաբերում է ընդհանուր տեղեկատվությանը 25 Edge 2-ին, ես անմիջապես քիչ անց դեսքթոփից ձեզ կներկայացնեմ ավելի տեսանելի կերպով, ինչպիսի նորամուծություններ վիզուալ ավելի շատ, համեմատաբար մեծ տարբերվող նորամուծություն են նոր թողարկված։ Եվ այսպես այն հանդես է գալիս նոր enablement package-ը, իրենից հանդես է գալիս 541.56 cumulative update-ով, որը ակտիվացված չէ, ես ինսայդերական եղանակով ակտիվացվել եմ, ինչպես ասացի, իմ համակարգի վրա եւ քիչ անց ձեզ ցույց կտամ 25 Edge 2-ի որոշակի նորամուծություններ, նշեմ, որ այն ամեն ինչ կնշեմ, բոլոր ցանկը չէ նորամուծությունների։ Հարմարվել է start menu տողը, այն հիմա մոտավորապես, չգիտեմ ձեզ մոտ որքանով կերևա ունի այս տեսքը, քիչ անց ձեզ մոտիկից նորից ցույց կտամ ձեզ, այսպիսի տեսք ունի մոտավորապես։ Թողարկման մենյու դա առաջին տարբերվող առանձնահատկությունն է, հաջորդը, այս մասից, եթե դուք չգիտեմ որքանով տեսնում եք, կլատկաները տակը գծված ներդիրները ավելի գեղեցիկ տեսքով են դուրս բերվում, ինչպես նաև ավելացված են նոթբուքի համար էկրանի թրայի մասում նոր էներգախնայողության ռեժիմի ինդիկատոր կամ ցուցիչ, իմ համակարգի վրա ցավոք ես չեմ կարող ցույց տալ, քանի որ այն նոթբուքների համար է նախատեսված, ոչ ստացիոնար համակարգիչների, ինչպես նաև կարևոր ֆունկցիաներից, որոնք ես ձեզ քիչ անց կներկայացնեմ, արհեստական ինտելեկտի ներառումն է 25 Edge 2 վերսիան, որը թույլ է տալիս նույնիսկ հասարակ սերնդի պրոցեսորների դեպքում կատարել որոշակի արհեստական ինտելեկտի հետ կապված ֆունկցիաներ, այդ թվում որոնման համակարգում եւ շատ այլ արհեստական ֆունկցիայի հետ կապված ֆունկցիաներ, ինչպես նաեւ MPU համակարգիչների համար ավելի առաջադեմ ֆունկցիաներ է 25 Edge 2-ը ներկայացնում, այդ թվում նշեմ ավելացվում է օպցիա MPU աջակցող պրոցեսորների ցանկում արդեն ոչ այս հասարակ համակարգիչների պարագայում այն չի գործում, որը հնարավորություն է տալիս մկնիկի համապատասխան օպցիայի միջոցով սեղմելով նկարի վրա describe image ֆունկցիայի միջոցով մեր ընտրված նկարը նկարագրում է անմիջապես արհեստական բանականությունը տեխնոլոգիաների պրոցեսորների միջոցով ավելացված է 25 Edge 2-ում նոր ֆունկցիա, որը հասանելի ինչպես ասացիք միայն MPU ներոնային պրոցեսորների համար հնարավորություն նկարագրելու պատկերը describe image ֆունկցիան, իսկ մնացած արհեստական բանականության մասով հասարակ ֆունկցիաները պատկերից ֆոնի հեռացում, աղավաղում կամ ընդհանրապես հետ կապված ֆունկցիաները հասանելի են հասարակ պրոցեսորների դեպքում, ինչպես նաև նախատեսվում է սև թեմայի dark theme ավելացում, սակայն այս մասին կարծում եմ իմ անձնական կարծիքով դեռ վաղ է խոսել, քանի որ ինքս նույնիսկ ինսայդերական տարբերակով փորձելու դեպքում ակտիվացում փորձելու դեպքում այն չաշխատեց, սա նշանակում է, որ Microsoft-ը դեռ հեռու է այն իրագործելուց, չնայած համացանցում կան արդեն որոշակի դեմոնստրացիաներ, որոնք ներկայացնում են, թե ինչպես է copy-paste եղանակ իրականացում dark theme մեթոդով, ինչ վերաբերում է տեղակայման հետ կապված, 25 Edge 2-ում տեղակայումը արդեն չի թույլ տալիս շրջանցել հասարակ մեթոդներով count-ի շրջանցման հետ կապված շրջանցման հնարավորությունը հնարավորինս էլ ավելի է խստացված եւ արգելափակված։ Հաջորդը համեմատաբար առավելությունը տեղակայման ընթացքում ռուսերեն մասնագիտորեն բառ ասեմ լագեր այս անգլերեն բառը մասնագիտորեն ասեմ լագեր տեղի չեն ունենում տեղակայման ընթացքում պատուհանների հետ կապված տեղակայման, ինչպես նաև ավելացել են մեկ օպցիաների պատուհան, որը կարծում եմ երկրորդական դեր է խաղում եւ կարող ենք այն բաց թողնել ուղղակի, ինչպես նաև գործում է ձայնային հրահանգ, որը միացնում է կապիլոտը, այս դեպքում սա նշանակում է, եթե մենք ասում ենք միացիր կապիլոտ, սա դեռևս ինսայդերական վերսիաներում
անմիջապես ակտիվանում է կապիլոտը, սա նշանակում է, եթե այսպես կոպիտ ասելու լինենք, որը ճիշտ ասած այնքան էլ ինձ նույնպես դուր չեկավ, 24/7 ռեժիմում մեզ լսելու հնարավորությունն է համապատասխան ֆունկցիան միացված լինելու դեպքում պրոցեսորի ինդիկատորի հետ կապված ցուցանիշները ավելի ճշգրիտ են դարձել, որոնք առճախ անհամապատասխանություններ էին առաջացնում HF Info ծրագրի հետ, այդ թերությունը ևս շտկված է։ Կա նաև արդեն ոչ հասարակ ֆունկցիաներ, որոնց մասին առաջադեմ ավելի շատ օգտագործողներին ստակի շարետ աուդիո ֆունկցիան սա հնարավորություն է տալիս միաժամանակ համակարգիչ միացնել Bluetooth սարքավորումներ ոչ թե մեկ, այլ մի քանի, բայց այս ֆունկցիան դեռևս անհասանելի է, ինչպես նաև հեռախոսի հետ կապված առավելություններ կան միացնելու, որը ես նույնպես էկրանից քիչ անց ձեզ ցույց կտամ Android համակարգից, վերջապես ադապտիվ էներգախնայողության ռեժիմ, որը թույլ է տալիս ավելի դինամիկ կերպով էներգախնայողությունը համակարգի հատկապես նոթբուքի կարգավորել։ Եվ այսպես, ահա հիմնական նորամուծությունները, ամփոփելով հիմնական նորամուծությունները 25H2-ի մասին, ինչ է ավելացվել հիմնական առանձնակի մասերով, Start menu-ն թարմացվել է, արդեն խոսք է գնում Dark Theme ստեղծման մասին, ինչպես նաև թացբար մասում կլատկաները դարձել են անիմացիոն եղանակով ավելի գրավիչ, Try մասում ավելացել են նոթբուքի սնուցման բատարեիկայի, այսպես ասած, ցուցիչ, արհեստական ինտելեկտի նոր ֆունկցիաներ թե NPU պրոցեսորների համար, թե հասարակ պրոցեսորների համար, եւ ինչպես նաև ևս մեկ առավելություն Recovery մասում developer-ներին հատկապես կետաքրի ավելացել է on-line օպերացիոն համակարգի վերականգնման հնարավորություն եւ ևս մի փոքր ավելացում կապույտ էկրանի մասով կատարված է, եթե չեմ սխալվում, փոփոխություններ կապված շտրիխ կոդի հետ վերացման, բայց գույնը կարծես թե մնում է դեռևս կապույտ։ Այսքանը հիմա արդեն անմիջապես էկրանից ես ներկայացնեմ կոնկրետ իմ համակարգչի վրա 25H2-ի ինսայդերական տարբերակով դեռ Microsoft-ի կողմից շարժեք գործառույթի մեջ չներդրված համատարած կերպով նոր ինսայդերների համար նախատեսված մի քանի առանձնակի ֆունկցիաներ արդեն ես ձեզ հիմա ներկայացնեմ իմ համակարգչում։ Դուք տեսնում եք 25H2 վերսիան արդեն ինձ մոտ տեղակայված եւ որոշակի ֆունկցիաներ ինսայդերական ակտիվացված են։ Հիմա անդրադառնանք նորամուծություններին հիմնական հերթականորեն։ Առաջին, ինչպես ասացի, ահա Start menu-ն ունի այսպիսի նոր տեսք, այսպիսի դասակարգված պատուհաններով։ Աշխատելու սահունությունը դուք տեսնում եք, այսպիսի սահուն կերպով է աշխատում։ Սա առաջին նորամուծությունն է Start menu-ի տեսքը, այսպես։ Հաջորդը Try մասում, ահա այսպես անիմացիոն տեսքով դուրս են թռչում ավելի գեղեցիկ տեսքով, եթե դուք ուշադիր եք, արտապատկերվում են ներդիրները։ Սա երկրորդ նորամուծությունը, Dark Theme-ը ես չնայած ակտիվացրեցի, բայց ինչպես ասացի, գտնվում է մշակման փուլում դեռ լիարժեք օֆիցիալ տարբերակը իհարկե չի աշխատում։ Անցնեմ հաջորդ առանձնահատկությանը։ Home մասում այսպիսի կարգավորումներ կան, Mobile Devices Managed, եթե մենք ակտիվացնում ենք, մեզ մոտ հնարավորություն կա ընտրել մեր հեռախոսը, իմ պարագայում Android, այնուհետև ինչպես ես տեսանյութի ընթացքում սկզբից ասեցի, պահանջում է Microsoft account, սա հեռախոսի մասով արդեն ակտիվացված որոշակիորեն ֆունկցիան, որը այս աջ մասում է արտապատկերվում, սա ես չեմ ակտիվացրել, ակտիվացված մասերից ինձ մոտ դեռևս այս ֆունկցիան է, այս անիմացիաները, որոնք որ դուք տեսնում եք, եւ վերջապես հերթական կարևոր ֆունկցիաներից մեկը կապված օպցիաների հետ ավելացված, ինչպես ասացի, ավելացված է արհեստական ինտելեկտով ֆունկցիաներ կապված նկարների խմբագրման հետ, այս մասից AI Actions, եթե մենք օրինակ ընտրում ենք background-ների հետ կապված ֆունկցիան,
Օրինակ փորձենք այս նկարի հետին մասը ուղղակի առանձնացնել, աղավաղել, որպեսզի առաջնային պլանում հանդես գա այս նկարը իմ։ Ուղղակի սեղմում ենք վրան եւ տալիս ենք Save Options, չմոռանալով սեղմել այս ստեղը։ Մեկ անգամ եւս։ Ահա։ Հիմա կարող ենք ուժ գնացնել մեր էֆեկտը, եթե տեսնում եք, որ այդ էֆեկտը ուժ գնացավ, կամ ընդհանրապես կարող ենք հեռացնել ֆոնը։ Այսպիսի արհեստական էֆեկտով հնարավորություններ, ինչպես նաև ամբողջովին սպիտակ, կարող ենք փորձել այլ պատկերի վրա, արհեստական ինտելեկտի կիրառումը նկարների վրա, ինչպես նաև կա այլ ֆունկցիաներ, եթե դուք ուշադիր եք, սա արդեն նկարը որոնում է համացանցում մեր ընտրած նկարը, ինչպես նաև Paint-ի միջոցով կատարում է հետին ֆոնի հեռացում, սա կարող ենք փորձել։ Չնայած ինչպես տեսնում եք, այնքան էլ իդեալական չի հեռացնում, բայց մինիմալ իր աշխատանքը կատարում է։ Եվ իհարկե այստեղ հավելվածված ֆունկցիաների ցանկից կա ջնջել ուղղակի պատկերը մեր ընտրած տիրույթից հեռացնում է որոշակի հատված։ Նշեմ, որ այս ֆունկցիաները ես ակտիվացրել եմ ինսայդերական եղանակով, հասարակ 25H2-ը ներբեռնելիս այս ֆունկցիաները դեռևս ժամանակի այս պահին հասանելի չեն, այն ես ձեզ չեմ ներկայացնում, քանի որ կապված ID-ների եւ ռեգիստրներում կատարվող փոփոխությունների հետ փորձ ունենալու դեպքում համակարգիչը կվնասվի ձեր սիստեմային համակարգային ֆայլերը, ինչպես նաև ինքը Microsoft ընկերությունը խորհուրդ չի տալիս դեռ լիարժեք անցնել այս ֆունկցիաներից, քանի որ դրանց անվտանգության կողմը դեռևս լիարժեք ապահովված չէ։ Կարծում եմ այսքանը այսօրվա տեսանյութի մասին, 25H2-ի սա Windows 11-ի սեպտեմբերի 30-ին 2025 թվականին թողարկված վերջին նորամուծություններն էին։ Նյութը ձեզ ներկայացրեց Կարենը, եթե այն ձեզ համար օգտակար էր կամ պիտանի դրեք լայք, բաժանորդագրվեք իմ ալիքին հետագա տեսանյութերը բաց թողնելու համար, մինչ նոր հանդիպում։